Տիկին Սարգսյան, մի տենդենցով եմ ուզում կիսվել, որը նկատել եմ վերջերս։ Երիտասարդների հետ հանդիպումներում, երբ որ ասում եմ նկարագրեք, օրինակ, որպես երիտասարդ ինչ մարտահրավերների եք բախվում, այս վերջերս հաճախ ընդդիմանիր մամուլի վերնագրեր եմ տեսնում այդ պատասխաններում։ Օրինակ, ահագնացող տեմպերով աճում է հանցավորությունը, կամ օրինակ թմրամիջոցների օգտագործում համատարած, նման բաներ եմ տեսնում։ Բայց երբ որ պաշտոնական թվեր ես նայում, դեռ մի բան էլ նվազում ես տեսնում։ Էլ չեմ ասում միջազգային զեկույցները, որում Հայաստանը ամենաապահով երկրների ցանկում է։ Դուք ինչպես եք մեկնաբանում այս ճեղքվածքը մամուլի վերնագրերի եւ իրական թվերի միջև, եւ նաեւ առիթը օգտագործենք եւ օպերատիվ իրավիճակի մասին մի քանի տվյալներ ներկայացրեք, խնդրում եմ։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի Հարփինե Սարգսյանը, ներքին գործերի նախարար, խնդրեմ։ Շնորհակալություն հարցադրման համար, Տիկին Հակոբյան, իրականում առիթ ունեցել եմ թեմայի մասին խոսելու, բայց նորից օգտվելով առիթից ուզում եմ նշել, որ իրականում զարմանալի չէ, հենց հիմա հանցավորության դեմ պայքարի մասին նմանատիպ վերնագրերով եւ նմանատիպ խոսույթով քննարկումները, որովհետեւ աշխարհին հայտնի մեթոդաբանությամբ նախընտրական ժամանակահատվածում հատկապես հանցավորության դեմ պայքարը դառնում է այն թեմաներից մեկը, որը որ պիտի քննարկվի, պիտի անընդհատ քննարկվի եւ դրանով իսկ այո, երբ որ մենք ուսումնասիրում ենք մեդիա տիրույթում արկա խոսույթը, տարբեր քաղաքական ուժերի կողմից արկա խոսույթը եւ իրականությունը, նկատում ենք, որ էական ճեղքված գոյություն ունի եւ սա է նաեւ հիմնավորում հատկապես այս թեման նախընտրական դեբատի մաս դարձնելու իմ նշած պնդումը, իսկ ինչ ունենք իրականությունում եւ այս հուզական եւ քաղաքական էմոցիոնալ դաշտից դուրս իրականությունում 2025 թվականի կտրվածքով մենք արձանագրել ենք հանցավորության նվազում 3.2%-ով, ընդ որում նվազել են այն խումբ նաև հանցագործությունները, որոնք անընդհատ քննարկվում են, նկատի ունեմ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, նկատի ունեմ մարդու դեմ ուղղված հանցագործությունները եւ 3.2% նվազում իրականում իրավապահ համակարգի համախմբված ջանքի արդյունքն է։ Քննարկվում է հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության թեման եւ չգիտես ինչու նաեւ տարբեր քաղաքական ուժեր հայտ են ներկայացնում պայքարելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, բայց պիտի նկատենք ինչ է կատարվում իրականում։ Մենք այս տարվա կտրվածքով ունենք ապօրինի շրջանառությունից հանված 768 կիլոգրամ թմրամիջոց, որը 80%-ով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածը, եւ սա ռազմավարական մոտեցման արդյունք է, որովհետեւ մենք կենտրոնացել ենք թմրամիջոցների ներմուծման եւ արտադրության շղթայի վրա եւ թույլ չենք տվել հետագայում 100 հազարավոր նմանատիպ մանր դեպքերի արկայությունը եւ այսպես շարունակ։ Այսինքն, երբ որ նայում ենք իրական պատկերը, եթե ուզում ենք նայել իրական պատկերը, տեսնում ենք, որ կա կատարված աշխատանք, բնականաբար դրա կողքին կան նաև խնդիրներ, որոնք հստակորեն արձանագրել է ներքին գործերի նախարարությունը եւ կա մշակված նաև ռազմավարական մոտեցումներ այս խնդիրները հետեւողականորեն լուծելու տրամաբանության մեջ, պիտի շեշտը դնենք 2026 թվականին հատկապես հանցավորության կանխարգելման աշխատանքների վրա, արդեն ավարտին է մոտենում հանցավորության կանխարգելման ռազմավարական նոր ծրագրի մշակման աշխատանքները եւ ուրախ կլինեմ առաջիկայում քննարկել նաև խորհրդարանական գործընկերների հետ այդ նախաձեռնությունը եւս, որովհետեւ երկու հարթություն գոյություն ունի օպերատիվ արձագանք, որտեղ որ մենք այո ունենք արդյունքներ եւ ունենք նաեւ խնդիրներ եւ երկրորդը, որն ամենակարևորն է, կանխարգելման բաղադրիչը, որը որ մի քանի շերտեր ունի, որտեղ թե իրավապահը ունի անելիք, թե առողջապահական համակարգը, թե կրթական, թե սոցիալական, այսինքն շերտերը շատ են եւ այստեղ պիտի կարողանանք համադրել բոլոր գործողությունները, որպեսզի կայուն եւ երկարաժամկետ արդյունքներ ունենանք։ Եթե արձագանքեք, կշարունակենք։ Շնորհակալ եմ Տիկին նախարար, մի նուրբ թեմայել եմ ուզում անդրադառնալ, տեսեք, երբեմն նախնական վարկածները, քանի որ նաև մամուլից խոսեցի, նախնական վարկածները ենթադրյալ հանցագործության հայտնվում են մամուլում, հետո թեկուզ եւ անգամ երբ որ հերկվում է այդ նախնական վարկածը, միևնույն է, մարդիկ թիրախավորվում են, այսինքն դա պաշտոնական հաղորդագրություն չէ, պետք է հասկանալ որտեղից է, օրինակ նախնական վարկածը դուրս գալիս մամուլ ու շատ հստակ մամուլ, այսինքն շատ համատարած չէ անգամ այդ ինֆորմացիայի աղբյուրը, եւ
շատ դեպքերում հենց թիրախավորվում են օրինակ կանայք, երեխաները, վերջերս մի դեպք էլ եղավ օրինակ, որ իբր դպրոցում թմրանյութ է երեխան, բայց դա թմրանյութ չէր, պարզվեց, բայց ով իմացավ դրա մասին։ Բոլորը թիրախավորեցին երեխային, որպես օրինակ, չգիտեմ, օգտագործող կամ ստիպել է օգտագործել։ Մենք երևի ժամանակն է, որ սրաները շատ լուրջ անդրադառնանք, որովհետև սա եւս շատ լուրջ հարց է, նաեւ կխնդրեմ շարունակել ինչ եք ուզում ասել։ Շարունակելով Տիկին Հակոբյան, այո, ես համաձայն եմ, որ շատ հաճախ նախնական վարկածները բնականաբար փոխակերպվում են, այսինքն որակումների հետ կապված հարցեր են ունենում, դա բնական է, որովհետև քննության արդյունքն է դա թույլ տալիս ունենալու, բայց ձեր կողմից մատնանշած դեպքը, որը կոնկրետ օրինակով կարող ենք բերել նույն Մղջյանի դպրոցի մասով, որ սկզբնական դրվագն այնպիսին էր, որ ամբողջ մամուլը խոսում էր, որ գործ ունենք թմրամիջոցի հետ կոնկրետ, թմրամիջոցի նաև օգտագործման հետ, բայց փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ մենք թմրամիջոցի հետ գործ չունենք, եւ ես նաև անընդհատ նշում եմ, որ մենք սկզբում գնում ենք ինֆորմացիոն աղմուկի հետևից, բայց հետո որևէ մեկին չի հետաքրքրում գնալ դեպի խորքը եւ հասկանալ, թե իրականության մեջ ինչ է կատարվում, եւ մենք անընդհատ փորձում ենք նաև բալանսավորել այս իրավիճակը եւ փորձաքննության արդյունքներից հետո նաև հանրայնացրել ենք, որ գործ չունենք թմրամիջոցի օգտագործման հետ, բայց առիթը օգտագործելով ուզում եմ, որ մենք մեր խոսույթում շատ հոգատար լինենք նաև անչափահասների եւ առհասարակ խոցելի խմբի ներկայացուցիչների նկատմամբ, որովհետեւ շատ հաճախ արդեն այս իրավիճակը տանում է պիտակավորման, սկսում են տարբեր քննարկումներ, համայնքում հետագա նաև ապրելակերպ վարելու տրամաբանության մեջ են հարցեր գալիս եւ այս հարցը մեր հիմնական դիտակետում է այս պահին, որպեսզի մենք կարողանանք նախ ուղիղ կոմունիկացիա ապահովել այս հարցերով եւ նաեւ բացել բոլոր այս անհանգստացնող շերտերը, որոնք որ կան, բայց ինֆորմացիոն արտահոսքերի մասով շատ կարճ ուղղակի շարունակեմ, արտահոսքերի մասով իրականում մենք յուրաքանչյուր դեպքի հետևից գնում ենք եւ պարզում ենք, թե ինչպես է տեղի ունեցել դեպքի հանրայնացումը։ Ունեցել ենք դրվագներ, երբ որ հանրայնացումը տեղի ունեցել ոստիկանների կողմից օրինակ, ունեցել ենք դրվագներ, որտեղ տեղի ունեցել բնակիչների միջոցով կամ այլ հաստատությունների կողմից նաև նկատի ունեն պետական մարմինների, բայց անդրադառնալով ՆԳՆ-ի ես ուզում եմ ասել, որ մեր քաղաքականությունը շատ պարզ է։ Այն իրավիճակներում, երբ որ գործ ունենք ոչ իրավաչափ ինֆորմացիայի փոխանցման հետ, տվյալ աշխատակից չի շարունակում ուղղակի համակարգում աշխատանքը եւ նմանատիպ բազմաթիվ դրվագներ ունենք, երբ որ մենք գործ ենք ունեցել ծառայությունից ազատման դրվագի հետ։ Իսկ մնացյալ մասով կարծում եմ առիթ կունենանք նաեւ շարունակելու եւ դետալները քննարկելու, բայց ուզում եմ նշել, որ օպերատիվ տեսադաշտի օպերատիվ իրավիճակի մասով ոչ մի անհանգստացնող process չունենք, ամբողջը գտնվում է նախարարության եւ իրավապահ համակարգի վերահսկողության ներքո եւ մենք շարունակելու ենք արձանագրել թե արդյունքները եւ թե նաեւ այն խնդիրները հետեւողականորեն լուծել, որոնք որ ինքներս մենք արձանագրում ենք։ Շնորհակալություն։